Խլելը նորաձև է արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանը, նման գնահատական է տվել ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ազգային ժողովի օրակարգային հարցին, հեծի ազգայնացմանը։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե գործընթացի նպատակը կառույցը բարեփոխելն է, ընդդիմությունը պնդում է այն քաղաքական հաշվեհարդար է։ Իշխանության նախաձեռնած խլելը նորաձև օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ իշխանությունը օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հերքում ընդդիմադիրներին, ասում է Սամվել Կարապետյանը բանտում է, մեր ձևով կանխելու ենք արտահայտության համար, իսկ դա ըստ Ռուբինյանի եկեղեցուն պաշտպանող հայտարարություն չէ։ Մեղադրանք չի առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մենք մեր ձևով կմիջամտենք արտահայտության եւ դրա հարակից կոնտեքստների համար։ Հաջորդը պնդում ու սա դասական մանիպուլյացիա է, էլի, այսինքն անընդհատ կրկնում են, մի ընդհատեկից, անընդհատ կրկնում են եկեղեցուն պաշտպանելու արտահայտության համար։ Բոլորը ազատ են պաշտպանել եկեղեցուն, չնայած պաշտպանության կարիք չունի եկեղեցին, շատ եթե ավելի հեռուն գնանք, ունի պաշտպանության կարիք եկեղեցի։ Հեծում արկա խնդիրների մասին վաղուց են ահազանգել ընդդիմադիրները Գառնիկ Դանիելյանն ասում է, մինչև Կարապետյանի հայտարարությունը կառավարության անդամներին չէին էլ հուզում դրանք։ Մեզ ասել են, որ այդ խնդիրները լուծված են, այն բաժանորդները, որոնք որ ունեն խնդիրներ, այդ փոխհատուցումները տրված են, ամեն ինչ նորմալ է, անտիր է, ոչ մի խնդիր չկա։ Դրա համար ենք ասում, որ սա մաքուր քաղաքական է, որովհետև այն ժամանակ, երբ որ ոք այդ խնդիրները բարձրացնում էինք, դուք ստեղ նստած որևէ մի ծպտուն չէիք անում։ Իսկ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը կասկածում է իշխանական այն պնդումներին, թե իրենք ավելի լավ կկառավարեն հեծը։ Գրիգորյանը փորձում է պարզել, թե ովքեր են, որ ավելի լավ պիտի կարողանան կառավարել այն։ Եկեք հասկանանք, ովքեր են այս մարդիկ, որ ավելի լավ էին կառավարելու։ Անիվով 25 միլիարդ օդ ցնդեցրած մարդիկ են։ 7 միլիարդ մեր պետության քաղաքացիների վզին փաթաթած մարդիկ են, որ հարցնում ես 7 միլիարդն ինչ է կարել, ձայն ծպտում չկա, այս մարդիկ հիմա հավակնում են ավելի էֆեկտիվ կառավարում իրականացնել, լուրջ եք ասում։ Կամ պարոն Խուդացյանն եկել էստեղ մեծ խոսում է, կարող է մի հատ ինքը պատասխաներ, այդ ոնց է ստացվում, որ իր նախարարության ներքո պետք է լինի մին փոխնախարարի պաշտոն էներգետիկ ոլորտը վերահսկելու համար, 9 ամիս այդ նախարարը չկա։ Բաժանորդների կյանքի որակը բարելավելը խոստացել Հայկ Կոնջորյանը, եթե իհարկե հեծը պետականացվի։ Ըստ ՔՊԱ-ական պատգամավորի Կարապետյանն ինքն է հայտարարել, որ թքած ունի հեծի վրա, այդպես է նաև ընդդիմությունը, փոխարենն իրենց կառավարությունը կկարողանա լուծել խնդիրը։ Հեծը պիտի վերադարձվի պետությանը եւ իր կառավարման փոփոխությունները պետք է բերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բաժանորդների կյանքի որակի բարելավմանը։ Թե ինչ տեղի կունենա հեծի պետականացման դեպքում բազմիցս ահազանգ են հնչեցրել մասնագետները, հոսանքի գնի բարձրացումից մինչև նոր պետական պարտք ու հավելյալ հարկեր բաժանորդների համար։ Կառավարությունն ու իշխանականները պնդում են, թե կարող են ավելի լավ ղեկավարել հեծը, իսկ ընդդիմադիրները կասկածում են, ասում են ՔՊ-ի կառավարչական հմտություններին արդեն ծանոթ են։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։